Այո, Տիկի Նավանեսյան, վերջին ամիսներին ես էլ եմ շատ հաճախ շփվում դիաբետ ունեցող երեխաների ծնողների հետ, մարզային այցերի ընթացքում մի քանի անգամ եղել, որ նրանք մոտեցել են գործնական ամենօրյա ռեժիմով էլեկտրոնային փոստով նամակներ եմ ստանում, մենք այս ընթացքում իրենք երկու հիմնական հարց էին բարձրացնում, հարցերից մեկը սա էր, եւ ուրախ եմ, որ լուծվեց, դուք ասացիք 1100, խոսքը ըստ էության բոլոր հաշվառված շահառուների մասին է, այսինքն ոչ թե մենք ընդհանուր դիաբետ ունեցող երեխաներից 1100-ի համար ենք սա անում, այլ անում ենք բոլորի համար, պարզապես թիվը, որ այս պահին, այսինքն պետք է լրացվի ամբողջանալու համար 1100 է, եւ երկրորդը, ինչպես այս դեպքում, մյուս դեպքերում էլ էլի հաշմանդամության հետ կապված խնդիրներն է բարձրաձայնվում, օրինակ նախորդ օրը, երբ որ մենք դպրոցների բացման համար մարզեր էին գնում, մի կին մոտեցավ եւ ինձ ասաց, որ իր երեխան քաղցկեղ է ունեցել եւ ըստ էության հաղթահարել է, ես հատուկ հետաքրքրվեցի արդյոք պետպատվերով եւ ինքը ասացա եւ իր բողոքն այն էր, ասում էր, բայց հաշմանդամության կարգ չեն տալիս, ես ասում եմ, հարգելից նախ շնորհավորում եմ, որ բուժվել է, սկսենք դրանից եւ երկրորդն էլ մենք հիմա ընդհանրապես երևի այս մեր բառապաշարն էլ պետքա փոխենք, որովհետեւ ամբողջ համակարգն է փոխված, մենք հիմա խոսում ենք անձի ֆունկցիոնալության գնահատման մասին, այսինքն մենք այդ համակարգը նրա մասին չէ, թե մարդու առողջական վիճակը ինչպիսին է, որովհետև մի 21-րդ դարում մանավանդ 40-ից վերև դժվար է կատարյալ առողջ մարդ շատ դժվար է գտնել։ Խոսքը նրա մասինն է, թե մարդը ինչ ֆունկցիաներ են, որ չի կարող կատարել։ Եթե մարդը ենթադրենք մի տարի առաջ, 2 տարի առաջ, 3 տարի առաջ քաղցկեղից բուժվել է, այդ բուժման ընթացքում ընդ որում պրոցեդուրաները ուրիշ են։ Եվ բուժվել է ֆունկցիոնալությունը, ինչ նշանակում ֆունկցիոնալություն, որ մարդու կենսագործունեություն, մարդը կարող է լիարժեք կենսագործունեության համար անհրաժեշտ գործողությունները կատարել։ Եվ սա է այն փոփոխությունը կամ արդեն ինչ սահմանափակումով կատարել։ Կա հենց այդ է գնահատվում, ոչ թե գնահատվում է մարդը ինչ առողջական վիճակը ոնց է, այլ գնահատվում է, թե իհարկե ներառյալ այդ առողջական խնդրով արձանագրած իր անձի մարմնի ֆունկցիոնալությունը ինչքան է։ Եվ հետևաբար հիմա այս հարցը, այսինքն այս երկրորդ հարցը մենք էլի տարբեր առիթներով, տարբեր շահառուների խմբերով, ընդ որում սա էլ հարգելի գործընկերներ, այն բարեփոխումներից մեկն է, որ իրականացնելու համար անհրաժեշտ էր, այո, պետք է ասել խիզախություն, որ գնալ եւ այդ բարեփոխումը անել, ասել հարգելի ժողովուրդ, մենք հիմա անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգով են գնալու, որը աշխարհի առաջատար փորձն է։ Մենք ոչ թե նոր բան ենք հորինել, այլ պարզապես մեր պրակտիկաները համապատասխանեցրել են աշխարհի լավագույն առաջադեմ փորձին, որը նաեւ, գիտեք ինչ, այդ մեր իրականության մեջ դա սոցիալ հոգեբանական նշանակություն էլ ունի, որտեղ մենք մարդուն այնուամենայնիվ հոգեբանորեն կարգաբերում ենք իր հետագա կյանքին տրամադրելու համար։ Մեր ուղերձը մարդուն է, որ մենք աջակցենք ձեզ ամեն ինչով եւ որպեսզի ձեր ֆունկցիոնալությունը լինի այնպեսին, որ դուք ինքներդ ձեր աշխատանքով, ձեր կրթությամբ ձեր կարիքները կարողանաք հոգալ։ Հիմա մյուս հարցը, որ մեր հարգելի ծնողները բարձրացնում էին, հենց սրա հետ էր կապված, որ երեխեքը օրը քանի անգամ մատը պետք է ծակեն եւ այլն եւ այլն։ Հիմա ես ճիշտ եմ հասկանում, չէ՞, որ մենք այս որոշման պետական բյուջեից այս սարքերը գնում ենք, տրամադրում ենք եւ իրենք թևին է կապվում այդ սարքը։ Այսինքն թևին կապվում է եւ գործնական փակցվում է գործնականում 24 ժամ, ես հասկացա, որ դա նաեւ էլեկտրոնային գործ, այսինքն օրինակ սմարթֆոնին կապվում է եւ ծնողները օրվա ցանկացած ժամի եւ ենթադրում են, որ կլինեն նաեւ հավելվածներ, որոնք դինամիկա ցույց կտան, ինչա տեղի ունենում։ Եվ դրանով ըստ էության մենք այս խնդիրը
կփակենք, մենք հիմա միջև 18 տարեկան ինչ որ սոցիալական նաև աջակցություն ենք տրամադրում, թե չենք այլ ծրագիր կա, թե սրանով սահմանափակում ենք։ Այսինքն մենք էս, չէ, բայց բանը ինսուլինը տրամադրվում է, չէ։ Հա, ինսուլինը ցմահ է տրամադրվում։ Ինսուլինը ինչքան է տրամադրվում։ Պարոն վարչապետ, մեր երկրում բոլորը ինսուլին ստանում են, բայց մինչև 28 տարեկանները ստանում են շպրիցներով, անալոգներով, այսինքն նորագույն ինսուլինները շատ հեշտ կիրառության եւ ոչ միայն ինսուլինները, այլ նաեւ այլ դեղորայք, որը դիաբետի կառավարման համար մտած է այս ծրագրի մեջ։ Հիմա այսինքն ես նկատի ունեմ այնպես չի, որ մենք մարդկանց իրանց խնդրի հետ մենակ ենք թողում։ Ոչ, մենք ասում ենք, մենք խնդրի հետ առնչվում ենք հասցեական։ Իսկ սարքերի հետ կապված, ասեք, մինչև 27 տարեկանների հետ կապված փոփոխություն ենք անում, դա ինչ փոփոխություն է։ Առաջ մինչև 25 թվականը մենք այդ ստրիպերը, որոնք ֆորմատը ծագելով տրամադրում ենք մինչև 18 տարեկաններին, մենք տարիքային շեմը բարձրացեցինք եւ մինչև 28 տարեկաններին տարեկան 300 հատ տրամադրում ենք ստրիպերից։ Այսինքն 18-ից 28-ը կշարունակենք այդ հին մեթոդով ստրիպերը տրամադրել, սա եւս կարեւոր է, որ երիտասարդները ունենան հնարավորություն շատ հաճախակի չափեն իրենց ուրեմն դիաբետի առումով եւ կառավարեն։ Բայց հիմա ես հասկանում եմ երեխաների հարցը արմատապես լուծվում է։ Այսինքն սարքերը տրամադրել, իսկ հա ժամկետը չմոռանանք։ Հիմա էլի կխոսանք, էսա շաբաթվա վերջ կքննարկվի, որ ասեցին, բայց դեռ չի հասել։ Սարքերը երբ կհասնեն։ Պարոն վարչապետ, մատակարարումները սահմանված են մինչև տարեվերջ եւ այսպես խմբականակներով մենք կստանանք այս սարքերի տեղադրումը որոշակի իրենից նաեւ խորհրդատվություն է ներկայացնում եւ այդ ամեն ինչը մտած է։ Այսինքն երեխաները կհրավիրվեն, իրենց բժիշկը եւ բուժքույրը ամբողջապես կիրականացնի փակցնումը սարքի եւ նաեւ կրթական հատվածը եւ այսպես խումբ մենք մինչեւ տարվա վերջ ուրեմն պիտի ապահովենք։ Իսկ դա ինչքան է կիրառվում մի անձի թևին փակցրեցին, դա ինչ ժամկետ ունի։ 1 տարի է մենք ծրագիրը կազմել ենք 1 տարվա տրամաբանությամբ եւ հաջորդիվ անընդհատ լրացնելու ենք հաջորդի տարիներին։ Այսինքն չի, որ հիմա մի տարի տալիս ենք, ասում ենք մի տարուց հետո էլ գործ չունենք։ Չէ, պարոն վարչապետ, եւ ինչպես նշեցիք, բյուջետային ծրագիր է սա ըստեյության։ Այո։ Եվ 2000 հաջորդիվ տարիների մեջ արդեն այս հաշվարկները ներառված են մեր բյուջետային ծախսերի մեջ եւ հաջորդիվ էլ երեխաներ նոր հայտնաբերման պարագայում նրանք ավտոմատ կմտնեն այս ծրագրի մեջ։ Շատ լավ։